էլեկտրոմոբիլների քվոտան ավելի շատ վնասում է ընդհանուր շուկային, քան օգուտ է տալիս, այսինքն տարբեր անհատներ, առանձին անհատներ կարողանում են ավելի մատչելի ձևով էլեկտրոմոբիլ ունենալ Հայաստանում, բայց միևնույն ժամանակ այդ արհեստական պահանջարկի պայմաններում հայտնվում են բազմաթիվ ոչ կոմպետենտ ընկերություններ, անհատներ, ովքեր առանց տիրապետելու ամբողջ այս ԱՊՀ-ի խառնաշփոթին, լոգիստիկայի տեսանկյունից, Չինաստանի մատակարարների տեսանկյունից ներմուծումներ են անում ու լինում են դեպքեր, երբ որ մեքենաները պարզապես չեն հասնում տերերին կամ հասնում են բազմաթիվ խնդիրներով, առաջանում են հավելյալ ծախսեր, այսինքն շուկան արհեստական ուռճացվում է, որի ժամանակ արդեն ստեղծվում է նաև անհավասար պայմաններ կամ անարդարության այդ սկզբունքը, երբ որ քվոտան պետք է վերջանա եւ երկու ընկեր կարող են մեքենան պատվիրել, մեկի բախտը բերի, իսկ մյուսը վճարի ավել գումար։ Հետագայում տարվա վերջում ինչ-որ ամփոփումների հետևանքով որոշ մասը հետ վերադարձվի, այդ սկզբնական ով որ վճարել մաքսազերծումը դրա մասին չիմանա, գումարը հետ չստանա, այսինքն բազմաթիվ sense պահեր են առաջանում, համեմատած այն շրջանի, երբ որ քվոտա չի լինում Հայաստանում ու ստաբիլ վճարվում է 17% մաքսազերծում, շուկան միանշանակ ավելի առողջանում է, կարծում եմ ոլորտի ներկայացուցիչները կհամաձայնեն իմ հետ, բացի դրանից մեր հարևան շատ սիրելի երկրները իմանալով, որ Հայաստանում ահռելի պահանջարկ կա ու քվոտայի վերջանալու ժամկետն է, ստեղծում են արհեստական խոչընդոտներ ճանապարհին, հավելյալ գումարներ են կորզում, թե Վրաստանը, թե Ռուսաստանը, երբեմն նույնիսկ Ղազախստանում է դա տեղի ունենում, այսինքն քվոտան ընդհանուր քվոտայի արդյունքում ժողովրդի մի մասը շահում է վճարելով քիչ գումար, իսկ մյուս մասը կամ ընդհանրապես մեքենա չի ստանում, կամ բազմաթիվ խնդիրների հետ առնչվում, ու եթե քվոտան ավարտվի ու նոր քվոտա չտան հաջորդ տարի, ու Հայաստանը շարունակի ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրոմոբիլների ներմուծումը, կարծում եմ շուկան ավելի ստաբիլ կլինի թե բիզնեսի համար, թե մարդկանց, ովքեր ուզում են ձեռք բերել չինական մեքենաներ։